Նորից եմ կրկնում, բան ենք խոսում, խանգարում ես։ Տիկին Անջելիներից եք, ես ձեր ժամանակից երկար չեմ խլի։ Պարզապես ուզում եի խնդրել, որ վերջին 2 ժամը ինձ փոխարինող գտնեիք։ Արևշատյան ինչ-որ բան է պատահել։ Դե, այո, որոշ խնդիրներ կան, ընտանեկան հարցեր են։ Շտապ պետք է տուն գնամ։ Մի ընտանիք էլ ունենաս։ Քեզով է թույլ տվել նման հեգնանքով խոսել իմ ընտանիքի մասին։ Թե չէ ինչ։ Մի ստիպիր ինձ ընտանիքից ստեղծման պատմությունը հիշեցնել։ Անուշ, իմ ընտանիքին այս քաղաքում բոլորն են ճանաչում։ Ես շատ հարգված եւ սիրված ընտանիքից եմ։ Այ դու մտածելու տեղ ունես։ Կարելի ասել, ընտանիք էլ չունես։ Ով է ընտանիքդ, կորած ամուսինդ, թե մատուցող աղջիկդ։ Եվ դու չես ամաչում, այսպեսի բաներ ես ասում։ Եվ սա խոսում է այն կինը, ով անամոթաբար իրեն նետեց իմ ամուսնու գիրկը եւ քանդեց ընտանիքս։ Լիդիա, սա լսողական խաբկանք է, թե իրականություն։ Ցավոք սրտի դառը իրականություն է, տիկին Լանջոնի։ Լիդիայի ամուսինը Կարոն իմ նախկին ամուսինն էր։ Ես նվաղ։ Ինձ թվում է դու գիտակցում ես, որ սրա համար պատասխան ես տալու։ Չնայած ես հասկանում եմ, ինչի է ընդունակ ամեն ինչ կորցրած կինը։ Բայց իմացիր, որ ես քեզնից չեմ վախենում։ Անուշ, տրորելու եմ, ոչնչացնելու եմ, անցնելու եմ վրայով, խոսքս հիշիր, հա? Քո ավազե դղյակը վաղ թե ուշ փլվելու է և գնալու ես կոնտրաստաշտակի առաջ։ Ոչնչացնելու եմ քեզ։